Ապրում ենք բարձրադիր լեռնային գոտում ու եղանակային պայմանները հաճախ են անակնկալներ մատուցում մեզ, բայց այնուամենայնիվ ըստ մեծահասակների 2026 թվականը պիտի լինի բերքի տարի։ Ընդհանրապես Ջավախքում միշտ եթե աշնանացաներին ձյունը ուշ եկավ, եթե դեք վնաս չդա աշնանացաներին, ասեք շատ լավ է փերկատվության համար։ Կարող ասենք կախված է եղանակից, քանի որ մենք ապրենք լեռնային շրջաններում, Ջավախքի բացադիր շրջաններում, եթե ընթացքում ժամանակին արևադարձին անձրև չկավ, թոներ չերեցին, ուրեմն փերկատվությունը քիչ կլինի։ Կարտոֆիլի կողմից կախված է հիվանդություններից, կարող վերջին տարիներին հիվանդություն շատ է, փերկատվություն ցածրացել է, պլյուս դրան գինը ցածր է։ Աշխատավարձը բարձրացավ հավաքողների, իսկ կարտոֆիլի գինը ցածր է։ Ժողովրդի ներկամուտը չի տանը ցանողները, որտեղ վարելիքը թանկ, մեխանիզացիան թանկ, հազիվ ծերիկ բերեն։ Բնակիչներն ասենք նախանցյալ տարվա հիման վրա քչացրին, որտեղ աշունը թոներ երեց նախանցյալ տարի 23 թվին։ Ժողովուրդը չկերծավ բերք հավաքել, հետո կրճատեցին։ Գները իջավ, դրսից կբերեն, դրա համար ժողովուրդը չկենա իր լրիվ հավաքած բերքը ռեալիզացիանը։ Այս տարի ձմեռը ուշ եկավ ու այն ձյունառատ էր համեմատ անցյալ տարվա։ Ինչպես ասում են մեր մեծերը, առատ ձյունը աղբ է, այն օգտակար է հողին ու բերքին։ Ես որպես գյուղացի ինչ-որ չափով գյուղատնտեսությունից հասկանում եմ։ Ճիշտ է, այս տարի կարող է մի քիչ հետ ընկա։ Օրինակ սովետական ժամանակաշրջանում կանանացանը մարտի 8-ից սկսվում էր ունենալ մեր գյուղում Գեգրաշինով։ Եթե ձյունը շատ է, բերքարատ տարի է լինում։ Ինչու համար, որովհետև եթե ձյունը շատ է, ձյունը հալիկը հողը հագենում է։ Եթե հողը հագենում է, եթե թեգուս չորային էր, այդքան վատ ազդեցություն չունենա։ Եթե չորային է կնած, համարը որքան գուզե թոնը անձրևն է, ինքն էֆեկտը չի տալիս, որովհետև միանգամից գոլոշանում է եւ հողը սեղմում է։ Հետևաբար, այս տարի ոչ միայն հացադիկը, կարտոշկա, մարտոշկա, ամեն ինչն լավ կլինի։ Ճիշտ է, մի քիչ սեզոնը ետ ընկավ ցանքսին, բայց հետիք այդքան մեծ վնաս չի տալիս, որքան է առատ ձյունը, որը առատ բերքի աշխիկ է։ Շատ լավ է նա աշնանացանի համար, քանի որ եթե աշնանացանը ցանել են, այդ ձյունը գա, այս ձյան պատճառով ճիշտ է մի քիչ եղանակը ցուրտ է, դուրս չի գալիս տակտուն է բետ, բայց հետագա միանգամից կզարկանա։ Աշնանացանի նույնպես մեծ ազդեցություն ունի, արոտավայրի վրա մեծ ազդեցություն ունի, խոտակների ձյունը գյուղատնտեսության համար ամենամեծ արդյունքն է, ինչպես ասում են մեր մեծերը։ Ջավախքում հողը բնակչության կերակրողն է։ Տարին ինչպիսին էլ լինի, միևնույն է, ջավախցին այն աննշակ չի թողնելու, թեկուզ կարկուտ, երաշտ կամ այլ բնական աղետներ։